Գիտեիք, որ ընդամենը 1 վայրկյան տևող ֆիզիկական հպումը կարող է ընդմիշտ վերացնել ձեր հեղինակությունը։ Մարդկանց մեծամասնությունը նույնիսկ չի կասկածում, որ իրենց ձեռք սեղմումը անտանելի է և վանող, ենթագիտակցորեն պիտակավորելով իրենց որպես թուլամորթ կամ ագրեսոր։ Գոյություն ունի անհաջողության 8 դասական երանգ։ Սառը և անկենդան սատկած ձուկը, մատները ճզմող ոսկրչարդը, հեռավորություն պահանջող ուղիղ ձեռքով հրումը, միայն մատների ծայրերի անվստահ պարզումը, զրուցակցին դեպի իրեն կտրուկ քաշելը կամ հոլանդական կոշտ գազարների խուրձը։ Պատկերացրեք գործնական հանդիպում, երբ զրուցակիցը մեկնում է թույլ քրտնած ձեռք, դա պարզապես վատ սովորություն չէ, այլ զուտ էվոլյուցիոն արձագանք։ Արյունը արագորեն լքում է մաշկի մակերեսը, օրգանիզմը նախապատրաստելով փախիր կամ կրվիր հրամանին։ Այս ռեակցիան մատնում է խորը ներքին տագնապ։ Իսկ երբ նոր ծանոթը ողջունելիս ճզմում է ձեր մատները կամ կտրուկ քաշում ձեզ դեպի իրեն, սա անձնական տարածքի բռնազավթում է։ Սա հեղինակություն պարտադրելու և իշխելու հիվանդագին ցանկություն է։ Չդադարող ջրի պոմպը և կոպիտ հրումը վկայում են այն մասին, որ անհատը հուսահատորեն փորձում է քողարկել իր թաքնված հոգեբանական խնդիրներն և սթրեսը։ Հիշեք, յուրաքանչյուր ֆիզիկական կոնտակտ լուռ խոստովանություն է ձեր հոգեվիճակի մասին։ Իրական ուժը երբեք կարիք չունի ոսկորներ ջարդելու, իսկ ճշմարիտ ինքնավստահությունը երբեք չի թաքնվում անկենդանափի հետևում։ Ձեր ձեռք սեղմումը ձեր չգրված ինքնակենսագրությունն է, որը կարդացվում է ակնթարթորեն։ Պահպանիր այս վիդեոն, որպեսզի տիրապետես մարդկանց անսխալ վերլուծելու արվեստին, ողջույնի հենց առաջին վայրկյանից։